Հաճախ մասնագետները, երբ խոսում են խոսքի զարգացման խնդիրների կամ զարգացման այլ հապաղումների մասին, անպայման շեշտում են, որ անհրաժեշտ է զբաղվել բալիկի հետ, նրա հետ շատ խոսել, նրա հետ զբաղվել արտիկուլյացիոն գիմնաստիկայով, մանր մոտորիկայով, խոշոր մոտորիկայով, նրա համար ապահովել խաղային զարգացնող միջավայր։ Ես միանշանակ այս բոլորի հետ համաձայն եմ, սակայն կա մեծ սակայն։ Երբ որ երեխայի կյանքում կան այնպիսի շոկեր, որոնք նա ապրել է և դրանք մեկից ավելի են, որոնք նա բնականաբար ինքնուրույն հաղթահարել չի կարողացել, և այդ շոկերը ունեցել են իրենց նստվածքը ինչպես գլխուղեղի, այնպես էլ նրա ֆիզիոլոգիայի վրա, ապա այս դեպքում նշված բոլոր մարզանքները կունենան շատ քիչ արդյունավետություն։ Լիարժեք արդյունավետություն ապահովելու համար ունեմ հիանալի առաջարկ։ Սկսում եմ նոր դասընթաց ինչպես մայրիկների, այնպես էլ մասնագետների համար, ովքեր ուզում են զարգացնել իրենց գիտելիքները կապված իրենց բալիկների կամ այն բալիկների հետ նրանք աշխատում են, ունեմ հիանալի առաջարկ։ Սկսում եմ դասընթաց ինչպես մայրիկների համար, այնպես էլ մասնագետների, որոնք վերջում կանցնեն համապատասխան սերտիֆիկացում, կհավաքեն գիտելիքների ահռելի բազա, որը կկարողանան կիրառել ինչպես տանը առօրյա պայմաններում, այնպես էլ մասնագիտական դաշտում։ Չթողեք երթագրվել կամ դրեք պլյուս և ես կուղարկեմ մանրամասն ինֆորմացիա, որից հետո կկայացնեք ձեր վերջնական որոշումը։